Անձել դառնա, քեզ այդ փողերը չի կարա հետ տա։ Ինքը ինձ տղաբարի ասել է, որ այդ փողերը հետ է տալու։ Եթե ատկաս կամ մեզ կամ փախավ, Միրոյից կստանամ։ Միրոն քեզ ոչ մի կոպեկ չի տա, մոռացի դրա մասին արմունդ։ Բալավ, ինչ անեմ, Մալխաս։ Ոչ եմ կարա հենց անես բռնեմ այդ փողերը իրան նվիրեմ, հո ես լող չեմ։ Դու հիմա երկու տարբերակ ունես արում։ Առաջին, որ Թաթուլին գտնես, պայես մոտդ, Զասլավի տանես բարեկամներով հավաքվեն ու այդ փողերը փակվեն քեզ։ Բայց այդ տարբերակը չի աշխատի, քանի որ Թաթուլի միակ հարազատը Միրոնն է, ու ոնց որ քիչ առաջ ասեցի, ինքը քեզ ոչ մի կոպեկ չի տա։ Նաև կա երկրորդ տարբերակը, որ հույսով սպասես, որ Թաթուլը հրաշքով այդ փողերը գտնի ու բերի քեզ տա, որ ինքը իր անունը Խայտարակչյանի քաղաքով մեկ։ Ինչի Թաթուլը նոր է իր անունը խայտարակել։ Այտենց մի ասա, Վարուշ, ճիշտ է Թաթուլը Թաթալաբաս տղա է, ու սիրում է խոսալ այնտեղ, որտեղ պետք է լռել։ Բայց ի տարբերություն Միրոյի, Թասիպ ու սրբություն ունի, ու հանուն այդ Թասիպի իմ խորհուրդը քեզ արամ, որ չխառնվես իրար, համբերի մի քիչ։ Փողը պատրաստ է, երեմ։ Դժվար է, բայց կարացանք հավաքենք այդ միլիոնը։ 20-50 նոսներով, հա։ Ապրես լավ գործ ես արել։ Հիմա այդ փողը մոտդ պահի, իսկ առավը շուտ կբերես մոտս։ Երեմն է եկել, ուզում է քեզ տնան։ Ասա թող գա։ Նստի է։ Գլխի ես ընկնում, թե ինչի է եկել։ Ուզում ես բարեկամությունդ ինձ առաջարկես։ Ճիշտ եմ ջոգել։ Չէ։ Բա ինչի ես եկել։ Հիմա կասեմ։ Բայց մինչ այդ դու պիտի մի բան հստակ գիտակցես, որ ես քեզանից չեմ վախենում, Մելիք։ Ու եթե դեպքերը զարգացան ոչ այնպես, ինչպես ես եմ ցանկանում, ես քո դեմ կռիվ կտամ։ Ու գործի կդրեմ այն ամենը, ինչ ունեմ ձեռս տակ։ Հավատա, որ ես այսօր ընդունակ եմ նույնիսկ քեզ կանգնացնել։ Բա ինչի չես կանգնացնում, որ կարաս։ Որովհետև առանց քեզ էլ ես խելքից դուրս խնդիրներ ունեմ։ Ու եթե ես մի անգամից մի քանի ճակատով կռիվ տամ, դրանից կտուժի իմ բիզնեսը։ Իսկ ես առաջին հերթին բիզնեսմեն եմ։ Սաղը բիզնեսմեն եք դարել։
ու մոռացել եք, թե նախկինում ով եք եղել։ Լսի հիմա ինչ եմ ասում։ Ի տարբերություն ուրիշների, իմ ճանապարհի վրա ընկած քարերը իմ փոխարեն ոչ մեկ չի վերցրել։ Ես ինքս եմ ինձ ստեղծել, ու դրա համար ոչ մեկին պարտք չեմ։ Դու ինձ ես պարտք, ինձ։ Ես քեզ փող եմ պարտք, փայ բիզնեսից, ոչ երբեք պարտական։ Դրանք տարբեր բաներ են։ Բայց ուղեղդ աշխատում է, երեկ։ Հիմա նոր եմ հասկանում, թե ինչի ես դու նստած Միրոյի տեղում։ Այդ տեղը երբեք Միրոյինը չի եղել։ Ուզածդ ինչ է։ Ես քիչ ջանք ու եռանդ չեմ թափել, որ վերջապես հասնեմ նրան, ինչ ուզում։ Այսօր քաղաքում երկու ռեալ ուժ կա։ Մեկը Հովոնն է իր տղերքի հետ, մյուսը ես։ Իսկ Միրոն ու դու ընդամենը հերթական արգելքներ եք, որը հաղթահարելը դժվար է, բայց ոչ անհնարին։ Կներես իհարկե իմ անկեղծ խոսքի համար, բայց դա է իրականությունը։ Ես շատ շուտով կապացուցեմ, որ դու սխալվում ես։ Չես հասցնի ապացուցես, Մելիք։ Այդ ուգրաժը տես անում ինձ։ Չէ։ Ես գերադասում եմ անել, այլ ոչ թե այդ մասին խոսալ։ Բայց կան միամիտներ, որոնք նախ ասում, հետո նոր անում են։ Ո՞վ է այդ ասողը։ Մեկը, որ ունի այդ հնարավորությունը անել։ Ու կանի, եթե նրան չկանգնացնենք։ Ու դու գիտես այդ մարդու անունը։ Բնականաբար։ Ուզածդ ինչ է, երեմ։ Ինչի ես դու ինձ այդ մասին ասում։ Լոգիկայով դու ինքդ պիտի ուրախ լինես, որ մեկ ուրիշ է ուզում ինձնից ազատվի։ Հա, դու ամեն ինչ ճիշտ ես ասում, բայց հաշվի չես առնում մի կարևոր հանգամանք։ Ինչքան էլ պարադոքսալ հնչի, քո ներկայությունը ինձ ձեռնատու է։ Քանի որ դու նոր պրոբլեմ ես Հովիկի ու իր տղերքի համար։ Ու այսօր իմ փոխարեն դու ես կատարում իմ աշխատանքը, այսինքն թուլացնում ես նրանց։ Սխալվում ես, երեմ, ես իմ համար եմ աշխատում, միայն իմ։ Ես դեմ չեմ, և դա նաև ինձ է ձեռնատու։ Պահը, երբ մեր երկուսի շահերը կբախվեն իրար։ Դու այսօր մենակ ես, Մելիք, ու քեզ օգնող ձեռք է պետք, թեկուզ և անտեսանելի ձեռք։ Ու ես պատրաստ եմ այդ հարցում քեզ աջակցել։ Եվ խոսքը բոլորովին էլ եմ փողի մասին չի, որ դու մտածում ես, թե պարտք եմ քեզ։ Ես կտամ այդ փողը, որ հետագայում մեր մեջ պարտք ու պահանջ չմնա։ Բայց ես չափազանց լավ գիտեմ քո նման զակալկեքի տղերքին։ Դուք որ մի բան հեշտությամբ ստանում եք, հետո անցնում եք մյուսին։ Դու առաջարկում ես, որ միասին աշխատենք։ Հա, առաջարկում եմ։ Բայց մենք միասին կաշխատենք այնտեղ, որտեղ ես էլ շահ ունեմ։ Իսկ մնացած հարցերում ինքդ գլուխ անի։ Ու մի կարևոր հանգամանք։ Երբեք կասկածի տակ չդնես իմ ավտորիտետը։ Ով ուզում ինձ վերացնի։ Իսկ դու համաձայն ես իմ առաջարկին։ Հա,
Արա ինչ ուզում ես։